Այդ դավաճանները պիտի պատասխանատվության պատժի ենթարկվեն։ Այսօր վայրաչեկում ունենք բոլոր հնարավորությունը, թե հանրային ճնշման ձևակերպումով, թե ընդհանուր շահագրգռված տարբեր ներկայացուցիչների կողմից Պարզաբանենք Արցախի հանձնումը ում կողմից ա եղել դավաճանություն, ովքեր են մասնակցել այդ հանցագործությանը, որ վաղվա օրը գալիք ընտրություններում, եթե ժողովուրդը գնում է ընտրություն կայացնելու իրական, որ ինքը հասկանա, որ նորից էլի դավաճանին չընտրենք, նորից էլի մեր գլխին փորձանք ու աղետ չբերեն։ Պարոն Իսրայելյան, բայց եթե դուք ասում եք մենք Արցախի հանձնման գործում տեսնենք եւ իմանանք եւ ճշմարտացի է եւ արդար պահանջ է, որպեսզի իմանանք դավաճանները ով են, բայց նաև նշում եք ընտրություններից հետո չգնալ նորից ընտրել։ Եթե Արցախի թեման փակվում է, երեք Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրությունից հանվելու է անկախության հռչակագիրը եւ վերջ Արցախի հարցը փակվելու է։ Դուք ո՞նց եք կարծում ընտրություններից հետո այս հարցի նորից վերհանումը կամ ակտուալությունը կպահպանվի։ Եկեք sense մի հատ բան արձանագրենք։ Նիկոլ Փաշինյանը ինքնագլուխ միանձյա ոչ մի իրավունք չունի Արցախի հարցը փակելու։ Դա Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն է, Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն էլ մեկ այսօրվա իրավիճակում տեսնում ենք, որ ամեն ինչ գալիս է թուրք-ադրբեջանական նիկոլական երրագլուխ այդ բանի հիման վրա որոշումներին։ Նիկոլ Փաշինյանը ոչ Արցախի ազատագրման է մասնակցել, ոչ Արցախի ինքնորոշված ժողովրդի տեղը կարապատասխան տա։ Նիկոլ Փաշինյանը այսօր որ իրան վերապահում է այդ ձևի բառեր, այդ ձևի պատասխանատվություն, այդ ձևի մտքեր ձևակերպելու, ես Արցախի ժողովրդի կողմից նորից եմ ասում ընդհանուր գալաթանում Նիկոլ Փաշինյանը իր ձևակերպումը, որ ինքը իրավունք չունի, նորից եմ ասում Արցախի ժողովրդի անունից կամ իրավունքից խոսի։ Կարողացել ես պահպանել Արցախը հայկական, չէ, ուրեմն իրավունք չունես։ Կարողացել ես Արցախի ժողովրդի շահերը պահպանես, չէ, ուրեմն իրավունք չունես։ Կարողացել ես հետագայում այդ հարցը գոնե իրավիճակում թողնել, որ ինքը միշմինի առաջնային, ոչ, ուրեմն ինքը իրավունք չունի Արցախի մասին խոսելու, Արցախի ժողովրդի մասին խոսելու ու վաղվա Արցախի ապագան էլ որոշելու, թե ինքը ինչ ձևակերպումով հարցի լուծումը ոնց ալնելու, այդ ուժը իր գործի չի։ Դրա համար մենք հորդորում ենք, մենք նորից է կոչ անում ներկայաշխանության բոլոր ղեկավարները, ովքեր բերանը բացում են Արցախի մասին խոսալուց, 1000 անգամ մտածեն, հետո ձևակերպեն միտքը, որովհետև դա ձեր անկարողության հիման վրա է եղել, որ Արցախը այսօր հայաթափված է։ Դա ձեր անպիտանի, անպատասխանատու որոշումների հիման վրա է եղել, որ այսօր Արցախը թուրքերի տիրապետության տակ է։ Դուք այդ դրա պատասխանը այդ խոստումներով են եկել։ Ապրեք, հարցը, այո, ուրեմն ինչու ժողովուրդը չպահանջեց, դուրս չեկավ փողոց եւ ընդհանրապես պահանջատեր լիներ ասեր, որ ձեր ծրագրում ներկայացված է 21 թվականին այնտեղ խոսվում էր անգամ Շուշիի, Հադրութի մասին։ Այո, դեօկուպացիայի մասին, Արցախի ժողովրդի իրավունքի մասին նորից էլի բարձր կարևորացնելով Արցախը այսօրվա իրավիճակում, որ պիտի լիներ հայկական այդ բոլոր բովանդակային, խորքային բովանդակային իմաստը ունեցող մտքերը, ինքը դա օգտագործել է վերընտրվելու համար։ Մենք այսօր գալիս ենք դրա համոզմունքի։ Ինքը դա արել է վերընտրվելու համար։ Այսօր խի չի խոսում Արցախի ձեր ասած դեօկուպացիայի մասին։ Այսօր խի է խոսում պատերազմի մասին կամ խաղաղության մասին։ Այն ժամանակահատվածում ինքը օգտագործել է այդ մանիպուլյացիան, այդ սպեկուլյանտ մանիպուլյացիա խոսույթը, հիմա այդ հարցի լուծումը արդեն որ տվել է ոնց որ իրանք են պայմանավորվել թուրքերի հետ, որովհետև դա առանց պայմանավորվածության քայլ առ քայլ այս ձևի չեր գնա։ 4 պատերազմի ընթացքում 4 պատերազմ ա եղել, 4 պատերազմի ընթացքում ղեկավարությունը ոնց կարա պարտություն կրի։ Մեկում հասկացանք, երկրորդում սխալները կարան ուղղեին էլի պարտություն չունել։ Երրորդում, չորրորդում 4 պատերազմի ընթացքում ով կարա ինձ ասի, ինչի հետ է պայմանավորված, որ միշտ պարտություն են կրել։ Դա պարտություն չի, դա պայմանավորված էտապներով գործողություն է եղել, որ ձևակերպեն խոսքի գալով, որ այս sense իրավիճակի ենք հասել։ Հիմա այսօրվա այդ հանձնաժողովը, որ պիտի բացահայտի հանրայնացնի, ինչի համար չեն շահագրգռված, որովհետև իրանց ամենամեծ փայ մեղքն դեղա, որևէ համար մեկ պատասխանատուն իրենք են։ Ոնց կարող է ինքը շահագրգռված լինի
լինի դա բացահայտվի առանձնապես միջև ընտրությունները։ Դրա համար թե ընտրություններով, թե փողոցով, թե ինչ գործողության process-ները պիտի մենք իրականացնենք հանրության կողմից կամ ընդդիմադիր դաշտի կողմից, բացահայտելու բոլորիս ունենք հնարավորություն ստիպելու, որ բացահայտեն այս բաները, այս հարցի պատասխանները, հանրայնացնելու համար։ Ժողովուրդն է որոշում, դու ես ասում, ժողովուրդն է որոշում վաղվա բան, ժողովուրդը պահանջում է բացահայտել ձեր կառավարման ընթացքում այս աղետները, այս վիշտը, որ բերել եք ժողովրդի գլխին։ Հիմա ժողովուրդն էլ նույնն էլ պահանջում է։ Դե ուրեմն դուք գնացեք ժողովրդի հետ միասին, որ ասում եմ, բան երես առ երես, մեր բանարած առաջարկած տարբերակով ազգային ժողովում եկեք բոլորը տեղ ներկա եղեք, եկեք բոլորդ հարց ու պատասխաններին տվեք, եթե տենց ունեք համարձակություն ու վստահություն, եթե դուք այդ մեղավորությունը չունեք, եկեք ինչն է ձեզ խանգարում, եթե մի բանը խանգարում է, ուրեմն մեղքը մեջիդ մեղք է զգում, եթե մի բանը խանգարում է, ուրեմն մեղավոր է զգում, ինչի համար մենք առավոտը Ցյուրիքում բաց սենց խոսում ենք, պահանջում ենք, դուք էլ բաց խոսեցիք, եթե չեք խոսում, ուրեմն մեղք կա ձեր մոտ, որ դու այդ մեղքի հիման վրա էլ դուք չեք բանանում, չեք դուրս գալիս կամ շահագրգռված եք այդ հարցը հանրայնացնելու համար։ Շնորհակալ եմ։